Սիրելիներս, բարի լույս, բարի պայծառ գարնանային օր, մեզ բոլորիս նոմանավանդ այս խոնավու սառը եղանակներից հետո արևն այսօր յուրահատուկ ձևով է ջերմացնում ու ջերմությամբ լցնում մեր հոգիներն ու սրտերը։ Ես էլ նույն ջերմությունը ուզում եմ էկրանից այնքան փոխանցեմ, բերեմ հասցնեմ ձեզ, քանի որ ես ձեզ շատ եմ սիրում, քանի որ հենց դուք եք իմ բարեկամներն ու հարազատները։ Ուրեմն այսօր ուզում եմ մի փորձություն անեմ Aerogrill-ի հետ կապված, գիտեք, Aerogrill ունեմ, շատ փորձարկումներ եմ արել, շատ անգամ գոհացել եմ, երևի թե ինչքան ես սկսել եմ օգտագործել Aerogrill-ը, մեծամասամբ գոհացել եմ, շատ դեպքերում կարծիքները տարբեր են, ովքեր ասում են վնասակար է, այս կողմ, այն կողմ, բայց տնային տնտեսուհու համար շատ հարմար տարբերակ է։ Իմ Aerogrill-ը 7 լիտր ծավալ ունի, մեր ընտանիքին լրիվ բավականացնում է, շատ եք ինձ հարցնում, հետևորդներ ունեմ, որ խնդրել էին մի քիչ մանրամասնեմ, հենց դրա համար էլ մանրամասնում եմ, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն 7 լիտր ծավալա, մի տեղանոցն է, եթե ձեր ընտանիքը մի քիչ մեծ է, բազմանդամ ընտանիք ունեք, 2 տեղանոցը հանգիստ վերցրեք և ձեր կարիքները ապահովեք, շատ հարմար է, շատ հեշտ է, գազօջախը չի կեղտոտվում, ոչ մի բան չի լինում, տունդ խոհանոցդ մաքուր է մնում, գործդ էլ արագ կատարվում է։ Իհարկե իմ մտածելակերպով միկրոալիքային վառարանից ինքը ավելի օգտավետ է, ավելի այդ ճառագայթները քիչ են, վնասակար հատկություններն էլ նույնպես, և չգիտեմ, իմ համար հարմար տարբերակ է, այնպես չի, որ առավոտից իրիկուն ես Aerogrill եմ օգտագործում, մենք սովոր ենք, չէ, մեր տատիկներից, մեր մամաներից, սովորել ենք, որ գազօջախի մոտ կանգնենք, մեր ուտեստը պատրաստենք, քթի տակ էլ մի լավ երգ մռմռացնենք, կամ մի լավ երգ հիշենք, կամ մի լավ բանի մասին մտածենք ու մեր գործողությունը անենք, կլինի ճաշեփել, կլինի, չգիտեմ, ապուր, ընդեղ միս, ամեն ինչ էլ անում է։ Aerogrill-ը փորձել եմ ձուկը, գիտեք, փորձեցի բիսկվիտ, չստացվեց, չհանձնվեցի, նորից փորձեցի, շատ լավ ստացվեց, ինչևէ, ստացվում է, ուղղակի լեզուն գտնել է պետք, հիմա այն օրը համացանցում աչքովս ընկավ, դե համացանցը բաց, 21-րդ դարում ենք, չապրեմ, մեր աչքերի առաջ դրած է, ում ինչ պետք է, փնտրում է, գտնում է, ես էլ Aerogrill-ին վերաբերվող տեսանյութեր եմ, մի քիչ էստեղ, այնտեղ նայում, պրպտում, Google-ին հարցում անում, այսպիսի բաներ, ու լրիվ պատահական առանց հարցման, այն օրը աչքովս ընկավ, որ այս հրաշքի մեջ, այ հենց սրա մեջ, սիրելի հետևորդներ ջան, պատրաստում ենք ադիբուդի, մենք իրան ադիբուդի ենք ասում, նայած թե ով որ տարածաշրջանում ոնց են ասում, իհարկե պատրաստման տարբերակը ես իմ էջում ունեմ, և կարամելային տարբերակը, և մեկը, և մյուսը, իրա այս մասին ներքևի հատվածում ձեզ լսելով ես դրեցի ֆոլգա, բայց ոչ մի անգամ չեմ օգտագործել, սա էլ իրա ցանցն է, պահկա օգտագործում եմ, պահկա չէ, օրինակ այս պահի համար չեմ օգտագործում, սուն խորովելու միս պատրաստելու այդ դեպքերում չեմ օգտագործում։ Հիմա այստեղ սառցախցիկից հանել եմ կարակ ու երևի թե այսքանը լրիվ բավական կլինի, իմ կարծիքով, թե մի փոքր էլ անեմ, այս կարակը, սիրելիներ ջան, սանութից էլ գնել եմ
այսենց կիլոգրամով պոպկորն, ատիպուդի, նայած ով տարածաշրջանում ոնց կասեն, հետո իրանք կան, չէ, որ լավ չեն բացվում, այս չի լինում, այն չի լինում, ամեն դեպքում անկտրել ձմերուկ, հա, այս պահին, էտա։ Եկեք փորձարկենք, հələ տեսնեմ, ճիշտ էր, թե ստացվող տարբերակա, թե ոչ, եթե ուզում եք աղել լցրեք, երևի ես էլ լցնեմ, Ալեքս, արի գնաղը բեր, էլի, Ալեքս, գնաղը բեր, տեսի տարա, Չնայսնես արացիք, արոպորիրա լցրել եմ ենքան, որ տեղ նայի խոհանոցմա, լցրել եմ ենքան, որ հազիվ ծածկի, մի շերտով, բարակ շերտով, երևի մի 20-25 գրամի չափով կարակ եմ դրել, բերում ես, աղել անենք, ու տեսնենք ոնց է ստացվելու, սիրելիներ ջան, երեք րոպեի վրա դնենք 200 աստիճանով ու տեսնենք ինչա ստացվում, ասացուս ինչա, ինչքան գնում, դարը զարգանում չէ, պայմանների լավանում են մարդկության համար, սովորենք, որ գազօջախին դնենք ու հետո սպասենք, տեսնենք ինչ ալնում, ոնց ալնում, կստացվի թե ոչ, հուսամ սրա մեջ ստացվելու է, 3 րոպե ժամանակ դրեցի, եթե կհետաքրքրի կարամելային տարբերակը, էջումս ունեմ գունավոր տարբերակը, նորից էջում կա, կարող եք նայել, պատրաստել և ուրախացնել ձեր բալիկներին կամ գոհացնել ինքներդ ձեզ, սպասենք պատրաստվի։ Այստեղ ինձ հուշեց, որ պատրաստ է, ես ոչ ձայն էի լսել, ոչ մի բան, 3 րոպեն քիչ էր փաստորեն, նոր կարագը հալվել էր, ես տեսել էի, որ 3 րոպե էին ժամկետ դրել, մի 3-ն էլ եմ ավելացնում, տեսնենք ինչ է լինում, անհամբեր Ալեքսն է սպասում, տեսնենք ոնց կստացվի։ Ուրեմն ժամանակը քիչ էր ավելացրել եմ ու մի տեսակ մտավախություն ունեմ, որ չի ստացվելու, որովհետև այդ պտպտոցը չեմ լսել, հա, այսպես ասած, հա, ու չի եղել, տեսեք, ինչի, ես դա չհասկացա, ինքը բովվել է, բայց չի եղել, բայց ես չեմ հանձնվելու ու նորից եմ ուզում փորձարկեմ, չգիտեմ ինչի ինձ թվաց, որ կարողա շատ լցրեցի, եկեք սա կտամ մեր հարևանի հավիկներին, հենց էստեղ է, առանց կարակ ավելացնելու, նորից կլցնեմ ու անգամից ժամանակը կդնեմ, այդքան 9 րոպե, տեսնենք ինչ կասի, հուսամ այս անգամ ստացվելու է։
Այստեղ ես ուղիղ 9 րոպե նստած եմ այրոգրիլի մոտ, ոչ մի պատրաստման։ Այստեղ արդեն շուտով կլրանա ժամանակացույցը, վստահ եմ էլի չի ստացվում, միգուցե ինչ-որ թե մի բան սխալ եմ դնում, թե ժամանակացույցը կամ ջերմաստիճանը, այնպես որ եթե իմ հետևորդների մեջ կան այն ձևի մարդիկ, ովքեր այրոգրիլով պատրաստել են, հա, ադի-բուդի, ապա կխնդրեի կիսվեք, հեսա 2 հատնա բացվեք, ու իրանք արդեն մուք են, մտածում եմ են չի էլ բացվի, կուղարկեմ արդեն համապատասխան վայրը ու կսպասեմ ձեր կարծիքներին, քանի որ չեմ սիրում հանձնվել, ուզում եմ, որ պարտադիր պատրաստած լինեմ, կսպասեմ ձեր ակտիվ գրառումներին։